Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարիավ իմերելոց, տեսնենք ինչ է խոստանում մեզ Տերը։ Արդարև նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին եւ աստվածպաշտությանը, ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին եւ առաքինությանը։ Դրանցով մեծամեծ եւ թանկագին խոստումներ պարգևեցին մեզ, որպեսզի հաղորդակից լինենք աստվածային բնությանը եւ հեռու մնանք այս աշխարհի ցանկություններից եւ ապականություններից։ Շատ գեղեցիկ խոսք է ասում մեզ առաքյալը, սիրելիներ, շնորհեց մեզ ամեն ինչ ենք հասկանում այս տողերն ասելով, մեղքերի ազատում, պարտքերի ջնջում, արդարություն, ճշմարտություն եւ վերջապես հավիտենական կյանք։ Ամեն ինչ շնորհեց մեզ Աստված իր որդու միջոցով։ Մենք արդեն ազատ ենք ամեն տեսակ կապանքներից ու կախվածությունից։ Որտեղից կանչեց մեզ Աստված, փողոցից, ճանապարհից, մեղքի անդունդից, վիհից, որտեղ որ մեղքի գերության մեջ էինք, մեղքը մեզ կապած պահում էր եւ չէինք կարողանում Տիրոջ լույսը տեսնել, Աստված մեզ կանչեց։ Ուր կանչեց? Հավիտենական կյանքին, ինչպես հրեշտակների միջոցով, Աստծո խոսքի միջոցով մեզ կանչեց դեպի իր փրկությունը եւ մեծ պարգևներ ու թանկագին խոստումներ տվեց մեզ Աստված, որպեսզի մենք կարողանանք հավիտենական կյանքը ժառանգել։ Ինչի համար է Աստված այս ամենը մեզ տալիս, ինչու է շնորհում մեզ ամեն ինչ Աստված։ Պատճառը մեկն է, սիրելիներ, մեզ շատ է սիրում Տերը եւ այդ սիրո համար է, որ այդ բոլոր պարգևները տվեց մեզ, որպեսզի մենք հեռու մնանք ամեն տեսակ մեղքերից, որ մեր կորստյան պատճառն են։ Կան մեղքեր, որ սովորական են, կամա եւ ակամա, գիտակցաբար կամ անգիտակցաբար, բայց կան մեղքեր, որ մահացու են մեզ համար։ Դրանք են հպարտությունը, նախանձը, չարությունը, ատելությունը, ագահությունը։ Սրանք մահացու մեղքեր են, որոնք մարդուն կարող են տանել կորստյան։ Իսկ որպեսզի մենք կարողանանք փրկվել այդ ամենից, մեզ մեկ նպատակ ունենք՝ գտնել այն շնորհը, որ Աստված մեզ կանչեց եւ մեզ պարգևեց իր սիրով նորոգվելու, մաքրվելու եւ դեպի հավիտենություն շարժվելու համար։